Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք այստեղ այդ 45 գումարած 10 կտրի անելանելի վիճակի մեջ կգտնվենք։ Գոնե այդ 45 գումարած 10 շարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կարողանանք յուրաքանչյուրս մի կաթարան ձեռք բերենք։ Մեզ լինի մի կաթարան ու այդ կաթարանի վրա խաղաղություն, որպեսզի աշխատենք ապրենք, ոչ չենք նստելու, ասենք հաստվեք ուտենք, կաթարա լինի, աշխատենք ուտենք։ Բաբա, Արցախում ինչ ես թողել Արցախում, Արցախում 3 տուն եմ թողել, մեկը Շուտկենտրոնում, 4-րդ հարկում, 4 շենյականոց բնակարան, գազով, էլեկտրական հոսանքով, շուրջօրյա ջուրով, 2 տուներ Գետավան գյուղում եմ թողել, մեկը մի հարկանի 3 շենյականոց, մեկը երկհարկանի 10 շենյականոց, 2 մեքենա եմ թողել, մեկը Պաջերո, մեկը Մազդա, 8 խոզ եմ թողել, արդեն մոթելու ենթակա, 100 հավ եմ թողել, 12 մեղվա փեթակ եմ թողել, ու լիքը նկողներ եմ թողել, պատվարներ եմ թողել, 1000 կապած բանկա եմ թողել, 4 տակար, 4 հատ եմ թողել, 3 տոննա գարի եմ թողել, կես տոննա թորեն եմ թողել, 200 կիլոգրամ 4 եգիպտաթորեն եմ թողել, լիքը բոստաններ, են 3 սենյականոց տանս առաջ այգում եղարա 35 խնդորենի, 3 կուզենի, 11 հոնի, 15 սև սալորենի ու ցանկատարություն, որտեղ առանձին ցանկ էինք անում, լոբի բան էինք տանում։ Են 10 սենյականոց երկհարկանի տանս առաջ, 15 սոտեղ ենք ացում էնի, զուրո ամբողջ 15 հա, հող եմ թողել, այդտեղ էլ լիքը ծառեր էին, աշխարի բոլոր ծառայացակները տնկած, ու թանատ ամեն ինչ, լոբի, կարտոշկա, մի տոննա կարտոշկա եմ թողել, 210 կիլոգրամ առանձին սերմ եմ թողել, հաջորդ տարի որ պիտի վարեինք։ Ես որը մեկը թվեմ, նույնիսկ են բաթակա հարևանից հողամասներ եմ բեջարել, որպեսզի բոլոկադա է եղել, հանկարծ ծովի չմատնվենք, հարևանների, փոքր երեխաներն էլ օգնենք, ու տենց էլ արերենք, մի անգամ դպրոցում, մի երեխա ուշաթափ էր, տղաս որ դպրոցի տնօրենն է եղել, եկավ տուն, թե ասում մամա, պապա, են Հայկոյի երեխան ուշաթափվել է, վերկա դասավորի թաղամասից, դեսի դենի թավակենք տանենք, ամեն մի տուն, մի դույլ կարտոշկա, մի դույլ, ես ինչ իմանամ տների միջի որ եղել է, հավաքեցինք, մեր մեքենան լցրինք, տարինք, թողեցինք, այդ Հայկոյի տանը, որպեսզի երեխաներ ուտեն, 10 երեխա ուներ այդ Հայկոյին ու աչքից լույսն էր Հայկոն, բոլորի անունները ես էի գրել, որովհետև զուգա հեռության կարգով, համատեղության կարգով և դպրոցում դասատու եմ աշխատել և համայնքապետարանում քարտուղար եմ աշխատել ու այդ բոլոր երեխաների անունները մեկը նարեկ են բրել, մեկը Տիգրան եմ տվել, լրիվ հայկական անուններ են բրել, որպեսզի որտեղ քայրին իմանա, որ հայ է քայլում։ Դե այն ինչ ասեմ, ես ձեզ մտաղ լինեմ, ինչ ասեմ։ Այ այդքան բան, որ մեկը ասեց, որ մեկը թողեց։ Այն արտերը բանը, այն գարին բանը, որ վեսերեն ենք, օդից չի թափվել, 3 հեկտար արտ եմ թողել։ Այնքան էլ բոստաններ, 4 բոստան եմ թողել, լիքը ծառերով ամեն ինչով։ Ձեզ մեղադրում են, արցախցիներին մեղադրում են չկռվելու և հայրենիքը չպաշտպանելու մեջ։ Մասնավորապես ազգային ժողովի նախագահը հետ իրեն խմբագրեց, ասեց ես մի 10 հոգու նկատի ունեմ այդ չկռվողների մեջ, հետո արդեն ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էր մեղադրում, իրենց ինչ կասեք։ Հա, այ երևի խոսում են այնպեսի մարդիկ, որոնք դեռ չգիտեն ռմբակոծությունը ինչ է, որովհետև երևի հրաթամփարներն էլ չիմանան, բայց 19-ի առավոտը մեր գյուղի տղաները բոլորն էլ դուրս են եկել, որպեսզի պաշտպանեն գյուղը, բայց
Ընդհանրապես ինքնադիկների դիմաց 150 տանկա եկել։ Ու գիտեք որքան զինվոր։ Ոնց որ ոչխարի հոտ էր։ Անտարի տարերը չեն երևացել, դրանք ենքան շատ են եղել։ Հետ նույն օրը իմ աշակերտն ա զոհվել, Սարգսյան Արշակ Պյոտրի։ Չամուսնացած տղա, ծիրուն, մեռնեմ նրա ջանին։ Դեռ հիմա էլ հեռախոսս բաց է բանում ամեն շաբաթ նկարը տեսնում։ Բա ոնց մոռանալ, մի աշակերտս էլ դուրս ա եկել տեսել, հուշարձանը թուրք քանդում են։ Մոտիկա թերը ալտերը ինչի է քանդում, բառներ են մորթել։ Հենց հուշարձանի մոտ ռուս խաղաղապահները բրեզենտի մեջ են դրել, այդ տղուն տարել հաթերքում դեր մենք զինվորներ ենք ունեցել, ռիվ դուստ եկած չեն եղել, գյուղամիջում փոս են գտել թավը, պտի չաթատները չգան պղտեն։ Ու տրանից առաջ, այ Facebook-երը ցույց են տալիս 17 տարեկան տղա Օմարի լեռանց կգրավելու ժամանակ ազոհվել, այնի իմ աշակերտն ա եղել էլի, Մարտիրոսյան Պավել Սուրենի, 12 տարեկանից հրացանապարներ ու կռվել ա մինչև 93 թվականի ապրիլի 17-ը։ Ապրիլի 17-ը Գետևանը 3 զոհ ա ունեցել։ Մեկը ամուսինս, մեկը Ջամբուլատ Մուրադյանը, Օղաթերի վարորդ ա եղել, մեկն էլ Պավել Մարտիրոսյանը։ Ու մնացածները չեմ ասում է, թիվ կա սխերին, թիվ չկա այս զոհվածներին, առանց կռվի զոհ լինում է, առանց կրակելու զոհ լինում է, կռվել են չէ որ այսքան զոհը տվել ենք։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոթը մտնում ես, մեռնում ես, կենթանի մեռած ենք մենք թաղ չենք։ Կենթանի մեռած, 4 կռվի մասնակցել են, ոչ մի անգամ արտախաշխարհը բաց չեմ թողել։ Վերջի անգամ արդեն հնարավոր չէր, որ դուրս չգայինք, արդեն վերևից հրմագոտում էին։ 15 րոպե եթե ես ուշանայի, կարող էր այն 8 հոգին, որին Բաքվում հատեին խումբոստերի համար, կարող էր այն 8-ին էլ Արմեն Մարտիրոսյանի նման մորթեին։ Ոնց հուշադանի մոտ Արմեն Մարտիրոսյանին է մորթել։ Հենց Պավել Մարտիրոսյանի եղբորը։ Դրանց մեծ եղբայրներ, երկու ոչից վիրավորվել այն 2 թվականին, հիմա Ռուսաստանում ապրում, նրան ուներ ռազմիկա եղել։ Չի կարելի մարդկանց արածը մոռանալ, չի կարելի մարդիկ, որ չգիտեն կռվի դաշտը ինչ բան ա, բայց այս կինը, որ ձեզ հետ խոսում ա, ամբողջ խրամատները փորելու մասնակցել են, 40 մարդով, 55 մետր երկարությամբ Լևոնարխում ենք փորել, 55 մետր Սեսոլան ենք փորել, 55 մետր Թալիսում ենք փորել, բայց այդ կռիվ չի, ինչ ասեմ, այդ ասողները նորից եմ ասում, երևի հրացանը բնել չգիտեն, թող իմանամ, որ Արցախցին կռվել է ու պատվով է դուրս եկել։ Չիմացողները կարան նկարները հանեն, թե բազմահազար մարդ բանում, այրեպորտում, գետնի վրա նստած նոր ծնված երեխայից մի երեխայից ճանապարհին ա ծնվել։ Այ անունը յուել ասեմ, Գրիգորյան Նարեկի կինը հակար եկամուջի վրա ա ծննդաբերել, աղջիկ երեխային։ Հիմա չգիտեմ չարեն թավեն ապրում, որտեղ են ապրում, այդտեղ ապրում են, բայց ամեն օր հեռախոսակապի մեջ են, որովհետև ցաղից նիգարեն եմ, իրենց տերը ես եմ եկել, ցաղի դոկումենտացիան բանալ լրիվ ես եմ սարքել էլի, ու դրա համար ցիտս բոլորի համար ցավում ա, ու եթե հանկարծ մեկը դեմ դիմաց ինձ ասի, որ Արցախցին չի կռվել, ես նրան ցույց կտամ, այ այս մատներով աչքերը կհանեմ, այդքան բաներ լուրջ բան չեմ ասում։